Ամեն ինչն է թանկացել է, ինչն է մնացել։ Թանկ է կյանքը Հայաստանում, բողոքում են երևանցիները։ Խանութներում գնապիտակները ամեն օր ավելի շատ են շոկի ենթարկում, իսկ դրամապանակի պարունակությունը չի փոխվում։ Կաթնամթերքը ահավոր թանկացել է, ահավոր։ Եսիմ, մեկ չենք կարում առնենք, թոշակառուները չեն կարում կաթնամթերք առնել, պանիրն էլ է թանկացել, շաքարավազն է, ձեթն է։ Վիճակագրական կոմիտեի տվյալով այս սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ կաթնաշորի մածունի գները մոտ 1%-ով են բարձրացել։ Սակայն թարմ կաթն ու պանիրը 1,5-ից 2%-ով են թանկացել։ Ձեթի գինը ռեկորդային մոտ 16%-ով է աճել։ Ամեն օր գնումներ եմ կատարում, ամեն անգամ գալիս է 50, 60, 70, 100, մինչև ինչն է որ թանկացել է։ Հավկիթը, օրինակ, կարագը, սմետանան, ասենք առաջ առնում էի, չեմ հիշում որ ֆիրման է, 360 էր ինչ էր, հիմա 550 է դառել մի անգամից, այդքան բարձրացել է գները։ Թանկացումներ շատ կա, տարբեր սննդամթերքի, բացի դրանից տնտեսականների թանկացում կա։ Օրինակ ինչ ապրանք կա, որ ամենաշատն եք նկատում, որ թանկացել է։ Դե այդքան չեմ մանրանում ես, բայց նկատվում է, որ թանկացում կա։ Ոնց ապրենք 35,000 թոշակով։ Եթե առաջին անհրաժեշտության ապրանքների գները ամեն տարի աճում են, իսկ թոշակը շարունակում է մնալ 36,000 դրամ, ապա ովքեր են Հայաստանում 50%-ով ավելի լավ ապրում, քան 2018-ին, ինչպես պնդում է կառավարության ղեկավարը։ Եթե թոշակը բարձրանալու արդեն մի տարի շուտ, գները սաղ աճում է վերև։ Թոշակառու մարդուն եթե օգնող չլինի, չի ապրում։ Երեխաները եթե չօգնեն, անձամբ ես երեխաներից հաշվին եմ ապրում։ Ես տեսա նոր հավի բուդերը ակցիա է, մի քիչ ժամանա առա։ Սպառողական ամբողջ շուկայում է թանկացում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,7%։ Տնտեսագետները պնդում են, խաբուսիկ թիվ է, որովհետև այդ թիվը արտահայտում է 500 ապրանքատեսակի միջին գնաճը։ Գնորդը ձեթի գնաճն է տեսնում։ Իրեն ինչ թե մոլիբդենի գինը նույնն է մնացել։ Չեմ կարծում, որ կամ ամեն օր մոլիբդեն է գնում կամ ածուխ կամ, չգիտեմ, ծաղկի տարբեր տեսակներ կամ Bentley ավտոմեքենա, բայց այդ բոլորի գները ներառված են սպառողական գների ինդեքսի մեջ եւ սրանց միջինացված գները մեզ տալիս է այդ պատկերը եւ հանրությանը կառավարությունը չի բացատրում, որ սա 500 ապրանքների ապրանքատեսակների մասին է եւ ավելին ես կարծում եմ, որ շատ պարսավելի է, որ կառավարությունը չի հրապարակում առաջի անհրաժեշտության 10 ամենաանհրաժեշտ ապրանքատեսակների գնաճը Պետության բաց թողումն է, որ մեր գրպանի վրա ամեն օր զգում ենք չարդարացված գնաճի հետևանքները, նկատում է Մանասերյանը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, էկոնոմիկայի նախարարությունը պետք է լրջորեն զբաղվեն, զսպեն գերշահույթ ստացող բիզնեսմենների ախորժակը։ Սա կարծում եմ անթույլատրել է։ Տնտեսագետը արձանագրում է, որ դրամը 20% արժևորվել է արտարժույթի համեմատ, ինչը նշանակում է, որ ներկրվող ապրանքները գոնե պետք է էժանանային, բայց ոչինչ էժան չէ։ Երբ որ արժույթը բարձրանում է, գները պետք է անկում ապրեն։ Հատկապես այն ապրանքների մասով, որ ներկրվում են արտերկրից, որտեղ ավելի էժան է արտարժույթ գնել արժևորված դրամով, քան նախկինում։ Եվ եթե համարժեք այդ նույն 20%-ի չափով գները անկում չեն ապրել, իսկ դրանք տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետությունում վերջի 3 տարիների ընթացքում, ինչպես գիտեք, ճիշտ հակառակը բարձրացել է, այսինքն մենք կրկնակի վնաս ենք տեսնում, որ պատճառվում է ազգաբնակչությանը։ Հայաստանում պաշտոնապես աղքատ է բնակչության գրեթե 1/4-ը, սա 2022-ի տվյալն է։ Դրանից հետո աղքատության մակարդակի մասին նոր թիվ չի հրապարակել կառավարությունը։ Գուցե անվերջ թանկացումների ֆոնին աղքատության պատկերը ավելի սարսափելի է դարձել։ Էդգար Ղուշչյան, Լանա Համբարձումյան, Հերիկ Համազասպյան, Արաքել Օհանյան և Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։